կարելի է։ Փակցված է, իրենք ասում են նման նկար եղել է փակցված։ Ես 2 տարի ասա արդեն աշխատում եմ։ Տարի է։ Հա, նման բան չեմ տեսել։ Երրորդ տարին էլի։ Ու երբեք ես խնդիր չեմ ունեցել տնօրենի հետ, այնինչ կապված է հայնացիության հետ։ Ավելացել ենք այս անկյունը նա կդառնար հերոսների նկարներով ամեն ծննդյան տարի դարձան։ Մյուս նկարները, մյուս հերոսների նկարների ճակատագիրը, ուր են այդ նկարները, ուր են։ Անի ջան, մենք նկար, նման նկար։ Ես նկար չեմ տեսել, որ եկել եմ, եթե ինչ-որ մի դասանում եղել կամ ինչ, ես դա չեմ տեսել։ Բայց մենք Չէ, ես չեմ տեսել դա։ Ասում ենք, միգուցե միջոցառում ա եղել ինչ որ ուսուցիչ արել է, այդ ընթացքից ասում եմ 8 ամիս ուսուցչի կարգավիճակում եմ եղել, չեմ բացառում, բայց Փառքի անկյուն որպես այդ նկարները կծված չի եղել, որովհետև հիմա պատմության ուսուցիչներ ա դասանում, լեզվի ուսուցիչներ ա դասանում, բավականին աշխատանքներ ունեն իրենք, այդ պաստառները հավաքում են միտեղ, տանում են ինչ-որ միտեղ մենք սենյակ ունենք, դնում են տոնածառա, իրենց այդ պարագաներն ա միջոցառման նման բաներ։ Չենք բացառում, բայց ինչ վերաբերում ա, որ մենք փառքի անկյունից պոկենք այդ նկարը, դա բացառվում է։ Բայց այդ նկարը դուք տեսաք ինչ տեսքով որտեղ էր դրված եւ դա նորմալ է եւ դա դուք նորմալ եք ապրում։ Կարող ամեն ինչ հիմա սարքեն գցեն։ Դուք դա որևէ բան սարքած չէր տիկին լավ արդեն չափազանցնում է բայց ես հիմա փաստ ցույց եմ տալիս որ մեր փառքի անկյունը այստեղ ա եղել ուղղակի երեխաների շարվելու հետ պայմանավորված ամսի 29-ին կարող եք նայել ասում եմ նյութերը դուք Facebook-յան մեր էջում եք էլ բացառում որ այդ նկարները այս դպրոցում են եղել դուք ասում եք կարող է ինչ որ միջոցառման ժամանակ օգտագործվել է հիմա չի օգտագործվում տիկին մենք հիմա այնպիսի թեմայի մասին ենք խոսում որ ավելի լավ է ամբողջական ճշմարտությունը խոնարհվում եմ նորից եմ ասում իսկ մեր մոտ 20 թվին ես ձեզ ցույց տվեցի մեր վարչատնտեսական այն միջոցով ձեզ ցույց տվեցի 20 թվին ուրիշ ձևաչափով ա եղել մեր փառքի անկյունը պատերազմից հետո այո ձևաչափը փոխվել է ինչու է ձևաչափը փոխվել է որովհետև ասենք այն ժամանակ սեղանի վրա են դրված եղել տեսակ մոմերով նկարները այսպես շարած հետո մտածեցինք որ կարելի է պաստառը մեծացնել հիմնը կցել դրոշը կցել այսպես պաստառը մեծացնել նկարների քանակը պակասեցնել որ նկարները այդտեղ ասում եմ բազմաթիվ հրապարակված են տիկին նկարներ բայց դա փառքի անկյունի նկար չի ես ասում եմ փառք բոլորին որտեղ է լինեն ես հերոսների առջև ասում եմ ես ինքս պատերազմ մասնակցի ծնող եմ ես ներկապահին նաև որպես տնօրեն եմ խոսում բայց իմացեք այդ ապրումների մեջով ես շատ Եմ որ ասում եմ երկար ճանապարհ եմ անցել եւ մինչեւ հիմա էլ այդ ստրեսի մեջ եմ նույնիսկ կարելի ասել իսկ հիմա ուր են այդ նկարները Չունենք մենք նման նկար ես ձեզ ասում եմ Ասում եմ ինչու չեմ բացառում որովհետեւ ես 8 ամիս դադար եմ տվել Եթե նման բան լիներ դպրոցում կլինի ուր պիտի լինի Արմինե գիտեք որտեղ են ուզում բացեն բանում Մեր հին ճաշարանը Թող միայն բացեն, հա չգիտեմ։ Ասում այդ նկարները կարող է այնտեղ է ծնողը որ տեղյակա պահի իբրտետ է նկարներ կա թող տեսնեն։ Եվ այստեղ մեր հավաքարարներն են մոտեցեք հարգելի հավաքարարներ։ Չէ մոտեցեք։ Հիմա դուք աշխատակիցների նկատմամբ առերևույթ ճնշում եք գործադրում։ Դուք ուզում եք որ իրեն գան տեսախցիկի առաջ ասեն այն ինչ դուք եք ուզում ասեն։ Ամբողջ տեսախցիկով եթեր եք տալիս։ Մենք հիմա ուղիղ եթեր Հավաքարարներին դպրոց եմ կանչել։ Նախ ես հավաքարարներին իրավունք չունեմ հրամաներ տալու, ասեմ իմանաք, մեր դպրոցում կա արդեն վարչատնտեսական համակարգող։ Այ ապրեք, շատ ճիշտ ասեցիք, իրենք ինչ չեն ենթարկվում, իմ ենթակայության տակ չեն։ Իսկ դուք ասում եք, տեսեք, դուք սուտ եք։ Ես ծնող տիկին, ես հորդորում եմ ձեզ, ընտրել ձեր բառերը, որովհետև ծնողն է ազանգել, նման տեղեկատվություն ձեր դպրոցի սանի ծնողն է տվել։ Եթե դուք ձեր դպրոցի սաների ծնողներին այդպիսի որակում եք տալիս տիկին Մի րոպե, հարգելի լրագրող, եթե ես հավաքարարները իմ ենթակայության տակ չեն, ես ոնց կարող եմ հավաքարարին կանչել, ասեմ, գիտեք, հարգելի հավաքարարներ, եկեք Կիրակի օրով դպրոց։ Փաստ է, որ դուք էլ եք Կիրակի օրով դպրոց եկել, չէ։ Եկել եմ, ասացի ինչու համար, կամերաներ ա տեղադրվում։ Բայց հենց Կիրակի օրով եք եկել, այդ շտապողականությունը դրսևորել եք, ինքներդ էլ դպրոցում եք եղել։ Ինչ պիտի անենք։